Հայաստանը Հռոմի և Պարսկաստանի միջև ձիրավի ճակատամարտը։ Մաս առաջին. իրավիճակը։ 361 թվականին հռոմեական գահ բարձրանալուց հետո Հուլիանոս կայսրը վերսկսում է պատերազմը Սասանյան Պարսկաստանի դեմ։ Դեպքերի նման զարգացումները լուրջ խնդիրների առջև են կանգնեցնում հայոց Արշակ II արքային։ Ռազմական բախումները հռոմեա-պարսկական սահմանում այլևս անհնարին էին դարձնում Արշակ արքայի հավասարակշիռ քաղաքականությունը։ Հայաստանին կրկին ընտրություն էր պարտադրվում՝ ի նպաստ երկու գերտերություններից մեկի։ Երկու դեպքում էլ տուժողը Հայաստանն էր։ Կրկին ակտիվանում են ներքին հակամարտությունները, կրկին գլուխ են բարձրացնում հռոմեական և պարսկական կողմնորոշում ունեցող խմբավորումները։ Երկընտրանքի առջև կանգնած Արշակ արքան ի վերջո կողմնորոշվում է դեպի հռոմ։ Մաս երկրորդ. միայնակ արքան։ Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև վճռական ճակատամարտը տեղի ունենում 363 թվականին Սամարիայի մոտ, որտեղ Հուլիանոս կայսրը մահացու վիրավորվում է և մահանում։ Նոր կայսր հռչակված Հովիանոսը, որը շտապում էր վերադառնալ արևմուտք և օրինավորել ու ամբարագրել իր կայսերական իշխանությունը, նույն 363 թվականին Մծբինում Շապուհ II երկրակիացի հետ ծանր և ստորացուցիչ հաշտություն է կնքում, որը հայտնի է ամոթալի անվամբ։ Դաշնագրի համաձայն հռոմեացիները ոչ միայն պարսիկներին էին զիջում անդրտիգրիսյան այն երկրները, որոնք դեռ 298 թվականին Մծբինի դաշնագրով անցել էին Հռոմին, այլև պարտավորվում էին այդուհետ չխառնվել Հայաստանի և Վիրքի գործերին։ Ավելին, Հովիանոս կայսրը խոստանում էր չօգնել Արշակ II-ին, եթե Շապուհը նրա դեմ պատերազմ սկսեր։ Շապուհ II-ը համառորեն պահանջում էր, որ իրեն վերադարձվեն, ինչպես ինքն էր ասում, իր այն երկրները, որոնք իրենից խլել էր Մաքսիմիանոսը, և պահանջում էր, ինչպես բանակցության ընթացքում իրոք պարզվեց, իբրև փրկագին 5 գավառներ Տիգրիսի մյուս կողմում։ Բացի այդ, նաև կորստաբեր և անազնիվ մի հավելում արվեց, որ այս կնքված համաձայնությունից հետո այլևս օգնություն չտրվի Հռոմի մշտական և հավատարիմ բարեկամ Արշակին Պարսից դեմ, եթե նա Հռոմից խնդրելու լինի այդ։ Ամիանուս Մարկելիանուս, գործք։ Շուտով սկսվում է պարսկահայկական քառամյա պատերազմը։ Սկզբնապես հայկական կողմը հաջողությամբ էր պայքարում պարսկական բանակի դեմ։ Սակայն նախարարներից ոմանք կամ աստիճանաբար անցնում են պարսիկների կողմը, կամ էլ չեզոքություն են պահպանում։ Խախտվել էր նախարարական քաղաքական միասնությունը, Արշակունյաց թագավորությունից անջատվել էին և հարևան պետություններին էին միացել Հայաստանի հարավային, արևելյան և հյուսիսային բոլոր ծայրամասերը։ Գրեթե միայնակ մնացած արքան ստիպված է լինում ներկայանալ Շապուհ II-ին։ Նա ձերբակալվում է և իր մահկանացուն կնքում անհուշ բերդում։ Կարծես մոտ էր Արշակունյաց թագավորության կործանումը։ Սակայն Արշակ արքայի ձերբակալությունից հետո էլ Հայաստանի որոշ շրջաններ պարսից զորքերին համառ դիմադրություն են ցուցաբերում։ Պարզվում է, Հայաստանը նվաճելը այդքան էլ հեշտ գործ չէր։ Հակառակ ստեղծված ծանր պայմաններին պետության ղեկավարումն իր ձեռքն է վերցնում գերագույն իշխանությունը ներկայացնող հայոց փառանձեմ թագուհին։ Արքունական 11 հազարանոց զորքով ամրանալով Արտագերս ամրոցում նա ձեռնամուխ է լինում Արշակունյաց թագավորության պահպանման անհնարին թվացող գործին։ Չնայած համառ դիմադրությանը, համաճարակի և սովի պատճառով դիմադրությունն ի վերջո թուլանում է։ Պարսիկներին հաջողվում է գրավել բերդն ու գերեվարել թագուհուն։ Այդուամենայնիվ Արտագերսի ինքնապաշտպանության ժամանակ թագաժարանք պապին հաջողվում է ճեղքել պաշարումը և հեռանալ Հռոմ, հետագայում նրա օգնությամբ գահ բարձրանալու և Արշակունյաց թագավորությունը վերականգնելու հույսով։ Մաս երրորդ. ձիրավի ճակատամարտը։ Հռոմի Վաղես կայսրը սկզբնապես զգուշավոր քաղաքականություն էր վարում, չցանկանալով խախտել 363 թվականի Մծբինի դաշնագիրը։ Միևնույն ժամանակ, սակայն, աչալուրջ էր, որ ուժերի հավասարակշռությունն արևելյան սահմանին չխախտվի հօգուտ Պարսկաստանի։ Ուստի սկզբում նա թույլ է տալիս, որ թագաժարանք պապը իշխանության գլուխ կանգնի առանց թագավորական կարգավիճակի։ Իսկ արդեն 369 թվականին վեստգոթերի հետ հաշտություն կնքելուց հետո Վաղեսը Հայաստանի և Վիրքի գործերին միջամտելու ավելի բացահայտ հնարավորություն է ստանում։ Շուտով նա օժանդակ զորքեր է ուղարկում Հայաստան պապին հայոց գահին բազմեցնելու և նրա իշխանությունն ամրապնդելու նպատակով։ Պապ արքան գահ է բարձրանում շատ ծանր պայմաններում։ Պատերազմական գործողությունների արդյունքում ավերվել էին հայոց քաղաքային կենտրոնները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Դվինը, Վաղարշապատը, Վանը և այլ քաղաքներ։ Իրավիճակի լրջությունը հասկանալով հակասությունները մի կողմ են թողնում և պապի շուրջ են համախմբվում բազմաթիվ ազնվականներ։ Նրանց հետ էր նաև Ներսես կաթողիկոսը։ Պապ արքան հնարավորություն է ստանում ձեռնամուխ լինելու ավերված թագավորության նորոգմանը, հետզհետե հայկական հողերից դուրս վտարելով պարսկական կայազորները։
Ռոմի եւ Սասանյան Պարսկաստանի միջև առաջացած լարվածությունը լուծելու միակ միջոցը մնացել էր ռազմական բախումը։ 371 թվականին Շապո արքան մեծաքանակ զորքի գլուխանցած շարժվում է Ատրպատական, որտեղից էլ մտնում է հայոց միջնաշխարհ Այրարատ։ Շապո արքան այս անգամ վճռել էր նվաճել ամբողջ Հայաստանը։ Պարսկական զորքերին դիմակայելու համար հայ-հռոմեական զորքերը կենտրոնանում են Բագավանում։ Վճռական ճակատամարտը տեղի ունենում 371 թվականին Ձիրավի դաշտում Նպատ լեռան հյուսիսային փեշերին։ Ճակատամարտն ավարտվում է Պարսկաստանի կատարյալ պարտությամբ։ Եվ Պարսից գունդը պատմության մատնվեց, փախուստի դիմեց եւ ծրվեց ու սփռվեց դաշտերում, լեռների բարձունքներում եւ խոր ձորերում։ Միայն շատերից քչերը, որոնք լավ զիեր ունեին, կարողացան փախչել։ Փախստականների հետևից էին ընկնում հայոց զորքերը եւ շատերին կոտորում էին ճանապարհին։ Այսպիսով Պարսից զորքերին հալածում էին մինչև Ատրպատականի գանձակ Հայաստանի սահմանները։ Հավստոս Բուզանդ, պատմություն հայոց։ Պարսիկների կորուստներն այնքան շատ էին, որ Շապո երկրորդ արքան հարկադրված էր հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել մեծ հայքի անկախությունն ու պապի գահը։ Այսպիսով, օգտվելով Հռոմի եւ Սասանյան Պարսկաստանի միջև ի հայտ եկած լարվածությունից, Պապ արքան կարողանում է հռոմեական աջակցությամբ բազմել հայոց գահին եւ վերականգնել հայոց թագավորության նախկին սահմանները։ Միաժամանակ ամրապնդվում են մեծ հայքի թագավորությունն ու Արշակունիների իշխանությունը։